Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 158 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 23, ճամբրակապված վարելու 847, առանց մանկական նստատեղի քարսիթի 36, վարելու ընթացքում ծխելու 668, վարելի սեռախոսից օգտվելու 271, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 71 եւ 2210 այլ իրավախախտում, 127 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 143-ը տեխնիկական զննություն չանցած, 168-ը լուսարձակների անսարքությամբ, 55-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 95 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19912 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 282 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 440 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 73, ճամբրակապված վարելու 6999, առանց մանկական նստատեղի քարսիթի 346, վարելու ընթացքում ծխելու 738, վարելի սեռախոսից օգտվելու 869, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 104, արագության գերազանցման 2274 եւ 5726 այլ իրավախախտում, 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 937-ը տեխնիկական զննություն չանցած, 491-ը լուսարձակների անսարքությամբ, 235-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 16 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։